Թեման շարունակում ենք նաև տաղավարում։ Արամ, նախատեսվում էր, որ Թրամփ-Պուտին հանդիպումը պետք է տևեր մոտ կես ժամ, բայց դա 2,5 ժամից ավելի է տևել։ Սա ինչի մասին է խոսում։ Դա խոսում է հավանաբար նրա մասին, որ արարողակարգային ձևական հանդիպում չէր, այլ իրական բովանդակային քննարկում են այն բոլոր հարցերի, որտեղ կան հակասություններ այդ երկու երկրների միջև։ Դա լավ է թե վատ, դրա մասին մենք կխոսենք իհարկե մասնագետի հետ եւ իմ զրուցակիցն է արտակարգ եւ լիազոր դեսպան նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանը։ Պարոն Նավասարդյան, սկզբից մի մանրուքի մասին եմ ուզում հարցնեմ, որը քննարկվում է, որ Թրամփը այսպես է։ Դա ինչ է նշանակում։ Դա շատ կարևոր բան է։ Տեսեք, դա ժեստերի լեզվով նշանակում է, որ դա լինում է կամ ենթագիտակցական մակարդակով, կամ մարդիկ հատուկ են դա անում երկար ուրեմն, այսպես ասած, պարապելուց հետո։ Ձեռքը եթե բաց է, սա նախամարդուց է գալիս, նշանակում է քարջ կա մեջը։ Քարջ կա, զենք չկա եւ մարդը բարյացակամորեն է տրամադրված։ Աստծուն ինչպես են դիմում են այսպես, չէ՞։ Իսկ եթե հակառակը լինի, նշանակում է փակ է։ Սա հիմա դժվարանում եմ ասել, նա դիտավորյալ արեց, թե պարզապես իր բարոյակամային հատկանիշներից ելնելով, բայց դա գնահատվում է որպես պատրաստակամություն, հնարավորինս բարեկամական եւ այդ Թրամփի պատրաստակամություն։ Թրամփի պատրաստակամություն։ Հիմա եւս մի արարողակարգային հարց։ Եթե հատուկ մարդը չի գնում պաշտոնական, պետական կամ չգիտեմ աշխատանքային այցով հանդիպելու, այլ գնում են ինչ որ մի գագաթաժողովին եւ կուլուարներում հանդիպում են։ Այդ կուլուարային հանդիպումների համար ինչ որ ժամանակի լիմիտ կա թե չէ։ Սկզբից ասում էին կես ժամ, դարձավ 2 ժամ։ Դե Ամերիկան նախատեսում էր կես ժամ, ռուսական կողմը կարծեմ 40 րոպե։ Այն որ տևեց 2 ժամ 20 րոպե, արդեն ինքնին խոսում է այն մասին, որ շատ լայն շրջանակ է եղել քննարկումների։ Սա մեկ։ Երկրորդը դուք այդ հարցը որ տալիս եք, իրոք այդպես է։ Բոլոր դեպքերում շատ մեծ սպասելիքներ չպետք է ունենալ այս հանդիպումից, որտեղ դա չի եղել երկկողմ հանդիպում։ Դա եղել է G20-ի կամ մեծ 20-յակի, ինչպես ասում են, 20-յակի շրջանակներում, սա բոլորովին տարբեր բաներ, բայց որ նախապատրաստված էր երկու կողմից էլ, անշուշտ սա փաստ է։ Պարոն Նավասարդյան, եթե հիշում եք 2015 թվականին Օբաման եւ Պուտինը հանդիպեցին նորից G20-ի շրջանակում, այն ժամանակ Անտալիայում էր։ Եվ նրանք հանդիպեցին ընդամենը 20 րոպե։ Արդյոք տևողությունը եւ արդյունավետությունը հանդիպման որևէ ուղիղ կապ։ Ես կարծում եմ միանշանակ, Քրիստինե, որովհետեւ այստեղ ըստ երևույթին այն հարցերը, որ նախատեսված էր քննարկվելու ամերիկյան կողմից եւ ռուսական կողմից, դրանք մատների վրա կարելի հաշվել։ Առաջինը դա Սիրիան էր եւ ահաբեկչության դեմ պայքարը, Ուկրաինան, կարծես թե դրանով վերջանում էր հիմնական հարցերը։ Բայց հետաքրքիր է նաեւ, որ կարծեմ 3 առավոտյան արտաքին գործերի նախարարը ամերիկյան եւ պաշտպանության նախարարը ասին, որ նախատեսում են հարաբերությունների ջերմացում եւ մոտիկացում։ Դա անշուշտ հակասում է այն դիրքորոշմանը, որ որոշ քաղաքական գործիչներ ունեն Միացյալ Նահանգներում։ Դրա համար կար, այսպես ասած, մտավախություն, որ կարող է այդ հանդիպումը չստացվի այնպես, ինչպես ցանկանում էին երկրի ղեկավարները, բայց կարծես թե վատ չի։ Հիմա ինչպես կլինի, դժվարանում եմ ասելու։ Եվ արդյոք նրան եկել են համաձայնության, մասնավորապես առաջերտին Սիրիայի հարցում։ Ինչ վերաբերում է ներողություն պատժամիջոցներին, ապա կարծես թե այդտեղ ոչ մի տեղաշարժ չկա եւ բոլոր դեպքերում դա չմտա որակարգի մեջ G20-ի։ Սիրիա, Ուկրաինա, ահաբեկչություն թվարկեցիք։ Հյուսիսային Կորեան մտնում է թե չէ։ Հյուսիսային Կորեան անպայման մտնում է, որովհետեւ դրան նախորդեց այդ դեպքերը, գիտեք, հրթիռի արձակումը, որը շատ մեծ անհանգստություն պատճառեց մասնավորապես Ճապոնիային եւ Միացյալ Նահանգներին, եւ եթե այդտեղ լուրջ միջոցներ ձեռք չառնվեն, կարող է պատահի երկրորդ ուրեմն կենտրոն ստեղծվի, երկրորդ օջախը պատերազմական մերձավոր արևելքին զուգահեռ։ Դուք ջերմացման մասին խոսեցիք, բայց այսպիսի մթնոլորտ էր մինչ այս հանդիպումը։ Վարշավայում Թրամփը հակառուսական ելույթ ունեցավ։ Կրեմլում Պուտինը ընդունեց Չինաստանի նախագահին։ Սրանք նրանց դիրքորոշումներն են, որոնք հակադիր են։ Ճիշտ եք նկատել, եթե վերցնենք ռուսական կողմը, ապա դա կանխամտածված, շատ լավ հաշվարկված հանդիպում էր,
եւ շատ ուժեղ տվյալներով, ավելի ճիշտ շատ լավ այսպես ասած արդյունքներով, շատ լայն, հա, եւ դա կարծես թե ոչ թե կարծես թե այլ ուղղված էր Միացյալ Նահանգների նախազգուշացման, որ երկու Սիսինպինի հետ հանդիպան մասին այո, որ երկու խոշոր երկրներ փաստորեն միավորվում են այդ ուրեմն հանդիպումից առաջ։ Մասնավորապես եթե նկատի ունենանք, որ Չինաստանի նախագահի այցելությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներ այնքան էլ բարեհաջող չէր եղել եւ Պուտինը փաստորեն ներողություն, Տրամփը փաստորեն հայտնվեց դիվանագիտական թակարդում, խոստացավ, որ նա կազդի Հյուսիսային Կորեայի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի իր փորձարկումները, չստացվեց։ Հիմա Պուտինը եւ լիդերը Չինաստանի այդ մասին կարծես թե եկել են ընդհանուր հայտարարի։ Ինչ վերաբերում է մյուս հարցին, որ դուք տալիս եք, Լեհաստան։ Իրոք դա շատ հետաքրքիր է։ Ես դա ավելի շատ, գիտեք, պրոպագանդիստական հայտարարություն եմ համարում, չնայած այստեղ նույնպես կա քաղաքական, այսպես ասած, ենթատեքստ, նախ դրանով ուզում է Ռուսաստանին, այսպես ասած, սպառնալու նման մի քայլ անել, մեկ, երկրորդն էլ իր ամբողջ եվրոպական իր գործընկերներին համոզել, որ ինքը մնում է նույն դիրքերի վրա։ Սա է հիմնականում։ Բացի դրանից այնտեղ իհարկե ուրիշ խնդիրներ էլ կան, կապված Գերմանիայի եւ Ֆրանսիայի քաղաքականության հետ։ Կարծես թե Տրամփը զգուշացնում է, նախազգուշացնում է, որ եթե շարունակությունը լինի այնպես, ինչպես հակաատլանտիստական, եթե այդ ուրեմն քաղաքականությունը շարունակվի որոշ առումով Մերկելի եւ ուրեմն Մակրոնի կողմից, ապա նույնիսկ կարող է Բրյուսելը տեղափոխվել ուրեմն Վարշավա։ Իհարկե սա ֆանտազիայի բնագավառից է, բայց տեսեք, չնայած դրան այդ հայտարարություններին հանդիպելով ուրեմն Պուտինի հետ բոլորովին այլ դիրքորոշում ունեցավ։ Լավրովը, որը իմ կարծիքով ավելի փորձառու դիվանագետ է, քան Թիլերսոնը, հա, ելույթ ունեցավ, այսինքն պատմեց, այսպես ասած, արդյունքների մասին, այնտեղ ոչ մի բան չասաց արդյունքների, այսինքն ոչ Ուկրաինայի մասին, ինչպես են բանակցել, ոչ Սիրիայի մասին, ոչ ահաբեկչության մասին, ասաց միայն մի բան, որ Թրամփը շատ բողոքեց, թե իբր Ռուսաստանն է նրան օգնել ընտրվել նախագահ, եւ ասաց նաեւ, որ մենք պայմանավորվեցինք արագացնել Լավրովի խոսքերն են, դեսպանների փոխանակումը։ Ինչա, դեսպաններ չունեն նրանք։ Ովքեր չունեն։ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը պայմանավորվեցին արագացնել դեսպանների նշանակման հարցը։ Ըստ երևույթին, գիտեք, այն ինչ որ նախորդեց այս հանդիպմանը եւ անմիջապես եղավ ընտրություններից հետո բալաստ է բանի Թրամփի համար եւ շատ մեծ դժվարությունների է նա հանդիպում, մասնավորապես նկատի ունենալով այն ուժերը, որոնք փաստորեն արգելակում են նրա գործունեությունը բոլոր ուղղություններով եւ նաեւ հենց Սիրիայի, ինչու համար Սիրիայի մասին ոչինչ չի ասում, որովհետեւ եթե այնտեղ հաջողվի Տրամփին եւ Պուտինին գալ ընդհանուր հայտարարի եւ ստեղծել այդ անվտանգության ուրեմն գոտին, պարզապես հարցը կարելի համարել 80-90%-ով լուծված, բայց կան ուժեր, անգղներ այսպես կոչված, որոնք բացարձակապես դեմ են դրան եւ ստիպում են եւ պնդում են, որպեսզի Միացյալ Նահանգները պայքարի Ռուսաստանի դեմ Սիրիայում, ինչպես նաեւ Իրանի եւ Հեզբոլայի դեմ։ Սա կարող է բերել շատ լուրջ ուրեմն հետագա բարդացումների։ Պարոն Նավասարդյան, եթե հիշում եք G20-ից առաջ նախորդին, երբ սրացումներ եղան արցախա-ադրբեջանական շփման գոտում, նաև այսօր, բոլորը խոսում էին այն մասին, փորձագետների մի մասը, որ սա կապված է G20-ի հետ։ Արդյոք հավանական համարում եք, որ եռանախագահող այս երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ Արցախի հարցը քննարկվել է։ Ես չեմ կարծում, որ այդ հարցը քննարկման առարկա դառնա, գրեթե բացառում եմ, բայց որ Ադրբեջանը իր կարճամիտ ասեմ, թե ոչ հեռատես դիվանագիտությունը շարունակում է զարգացնել, դա դրա ապացույցներից մեկն է։ Նրանք ամեն առիթով փորձում են ուշադրությունը գրավել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա։
եւ դա դրա ապացույցներից մեկն է, ինչ որ եղավ հիմա G20-ից։ Շնորհակալություն։ Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյան, G20-ի թեման մենք շարունակելու ենք նաև հեռանկարում, որտեղ հյուրընկալվելու է գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, իսկ Քրիստինեն մեզ կրկին կվերադասնի Համբուրգ, որտեղ G20-ի գագաթաժողովը ընթանում է, այսպես ասենք, ոչ առանց խոչընդոտների։